Աշնանային գիշերը հավասարը միշտ շրջադարձային պահ է։ Բնությունը պատրաստվում է հանգստի, եւ մենք ակամա սկսում ենք ամփոփել տարին։ Սակայն այս տարի ամեն ինչ այլ է։ Առաջիկա արեգակնային խավարումը ավելին է, քան պարզապես աստղագիտական երևույթ։ Այն հզոր ազդակ է, որը կարող է վերաշարադրել ձեր կյանքի սցենարները, եթե դուք պատրաստ եք դրան։ Նախորդ լուսնային խավարումից տարբերվող, որի էներգիան կենտրոնացած էր մաքրագործման եւ բաց թողնելու վրա, սեպտեմբերի իրադարձությունը բոլորովին այլ է։ Այն վերաբերում է բեղմնավորմանը, հաստատուն մտադրությանը եւ այն բանին, թե ինչի վրա եք հիմա դնում ձեր ապագայի հիմքը։ Դա սերմ է, որը դուք ցանում եք հողի մեջ։ Ձեր բերքը շատ ամիսների եւ նույնիսկ տարիների համար կախված է դրա որակից եւ նրանից, թե ինչպես եք այն խնամում։ Աստղերը ստեղծում են եզակի պայմաններ, հնարավորություն են տալիս եւ էներգիա են տրամադրում սկզբի համար, բայց նրանք աշխատանքը չեն կատարի ձեզ համար։ Եթե պարզապես նստեք եւ սպասեք, որ երկնքից մանանակ ընկնի ձեր գիրկը, կարող եք բաց թողնել ամենակարևորը։ Այսօրը գլխավոր կանոնը գործելն է գիտակցաբար, համարձակորեն եւ նպատակի հստակ զգացումով։ Աստղաբանական ֆոնը ստեղծում է պահանջկոտ, բայց անկեղծ մթնոլորտ։ Կոնկրետությունը, գործնականությունը եւ իրական օգուտները գնահատվում են դատարկ խոսակցություններից եւ գեղեցիկ խոստումներից։ Սա ժամանակն է ուղղակիորեն խոսելու, մանրամասն պլանավորելու եւ բոլոր ավելորդ բաները մերժելու համար։ Կույսեր։ Սեպտեմբերի գլխավոր հերոսը։ Այս նշանի ներկայացուցիչների համար առաջիկա իրադարձությունը տարվա կենտրոնական իրադարձությունն է։ Ձեր նշանով անցնում է խավարում, որը դիպչում է հոգու խորքային լարերին, ձեր եսին, ձեր դերին այս աշխարհում եւ այն, թե ինչպես են ուրիշները տեսնում ձեզ։ Առավոտյան կարող եք հարթնանալ եսի բոլորովին նոր զգացողությամբ։ Ամիսներ առաջ գրված հին ծրագրերը հանկարծ կթվան ուտար եւ անտեղի։ Կառաջանա ամբողջական փոփոխության հզոր ազդակ ձեր կերպարում, ձեր մասնագիտական կյանքում եւ ձեր կյանքի առաջնահերթություններում։ Դուք կարող եք նույնիսկ մտածել տեղափոխվելու կամ բիզնես սկսելու մասին, որը կպահանջի կենտրոնացում եւ համակարգված մոտեցում։ Հիմնական զգացողությունն այն է, որ ժամանակն է կառուցել ձեր կյանքը այնպես, որ այն լինի ոչ միայն գեղեցիկ պատկեր, այլև իսկապես աշխատի ձեզ համար։ Ինչի վրա կենտրոնացնել ձեր էներգիան։ Ձևակերպեք գալիք տարվա ամենահստակ եւ ամենաչափելի նպատակները։ Անորոշ ես ուզում եմ երջանիկ լինել։ Խոսքերի փոխարեն մտածեք նոր մասնագիտություն տիրապետելու, կանոնավոր մարզումների ռեժիմին անցնելու կամ անձնական նախագիծ սկսելու մասին։ Բաժանեք ձեր մեծ նպատակը փոքր քայլերի եւ առաջինը կատարեք այսօրը։ Սա կարող է լինել հեռախոսազանգ, գրանցում կամ կարևոր զրույց։ Ձեր սկսած ցանկացած նախագիծ կստանա հզոր էներգիայի խթան եւ աջակցություն։ Ինչից խուսափել։ Դիմադրեք կյանքը փոխող որոշում կայացնելու ցանկությանը, պարզապես այն պատճառով, որ վախենում եք բաց թողնել որևէ բան։ Ամեն ինչ պետք է ստուգվի եւ ստուգվի կրկին։ Հրաժարվեք իդեալական կույսի դերից ուրիշների համար։ Այսօր ձեր գլխավոր հակառակորդները կլինեն պերֆեկցիոնիզմը եւ արտաքին ճնշումը։ Ձկներ։ Ուժի փորձություն։ Ձկների համար խավարման էներգիան կկենտրոնանա գործընկերության ոլորտի վրա։ Բոլոր նշանակալի միությունները վտանգի տակ են։ Ամուսնություն, գործնական հարաբերություններ, մտերիմ բարեկամություններ։ Որոշ հարաբերությունները այս փորձությունը հանձնելով կամրապնդվեն եւ կանցնեն վստահության նոր մակարդակի։ Մյուսները սպառելով իրենց կարող են քանդվել, քանի որ այլևս հնարավոր չէ շարունակել միասին շարժվելը։ Այս ժամանակահատվածն ունի կարմիկ երանգ։ Պատասխանատվության, պարտականության եւ բացարձակ ազնվության հարցերը կհայտնվեն առաջին պլանում։ Վերջապես կտեսնեք ձեր կողքին գտնվող մարդկանց առանց վարդագույն ակնոցների, ով է այստեղ իրականում եւ ով պարզապես կատարում է իր դերը համաձայնության համաձայն։ Ինչի վրա կենտրոնացնել ձեր էներգիան։ Ժամանակն է բաց եւ հանգիստ երկխոսության։ Քննարկեք ձեր զուգընկերոջ հետ պարտականությունների բաշխումը, ֆինանսական նպատակները եւ ապագայի համար ընդհանուր ծրագրերը։ Ինչից խուսափել։ Մի թաքցրեք իրական խնդիրները գեղեցիկ խոսքերի եւ հույսերի հետևում։ Խուսափեք կարևոր համատեղ փաստաթղթեր ստորագրելուց առանց մանրակրկիտ անկախ ստուգման։ Մի կայացրեք շտապ որոշումներ հիմնված զգացմունքների վրա։ Տվեք ինքներդ ձեզ եւ ձեր զուգընկերոջը ժամանակ մտածելու ձեր ասած ամեն ինչի մասին։ Երկորյակներ։
տան եւ ընտանիքի վերափոխում։ Երկվորյակների համար փոփոխությունները կանդրադառնան տան, ընտանիքի եւ ներքին հիմքի վրա։ Սա կարող է դրսևորվել արտաքին իրադարձություններում տեղափոխություն, վերանորոգում, տուն գնել կամ բնակարանային հարցի լուծում, բայց ներքին աշխատանքը նույնքան հավանական է։ Դուք պետք է վերանայեք ձեր անցյալը, հասկանալու համար, թե ինչից պետք է ազատվել նորի համար տեղ ազատելու համար։ Եթե հետաձգել եք ձեր ընտանիքի հետ կարևոր զրույցը, այն այժմ կարող է բնականաբար առաջանալ, պահանջելով ձեզանից կոնկրետ որոշում։ Հիմնական հարցը, որը կհնչի ձեր մտքում, որքանով են իմ տունը եւ իմ ընտանիքը իմ հենարանը։ Ինչի վրա կենտրոնացնել ձեր էներգիան։ Վերանայեք ձեր առօրյան եւ ներդրումները հարմարավետության մեջ։ Եթե մտածում եք ձեր տունը փոխելու մասին, այսօր արեք առաջին իրական քայլը, սկսեք դիտել անշարժ գույքի ցուցակները, խորհրդակցեք մասնագետի հետ կամ կազմեք բյուջե։ Այսօր սկսված զրույցը սիրելիների հետ կարող է անսպասելիորեն կառուցողական արդյունքներ ունենալ։ Ինչից խուսափել։ Մի կատարեք անշարժ գույքի հետ կապված իմպուլսիվ քայլեր։ Ցանկացած գործարք պահանջում է հավասարակշռված մոտեցում եւ պատշաճ ուսումնասիրություն։ Մի քանդեք պատեր կամ մի ձեռնարկեք խոշոր վերանորոգում միայն նոր տեսքի համար։ Նախ մշակեք հստակ ծրագիր։ Աղեղնավորներ։ Կարիերայի վերելք։ Աղեղնավորի համար աստղերը փորձարկում են ձեր մասնագիտական կարողությունները, խավարումը ակտիվացնում է ձեր քարտեզի ամենաբարձր կետը, կարիերայի կարգավիճակի եւ հանրային ճանաչման ոլորտը։ Շատերը կստանան գայթակղիչ առաջարկներ, հնարավորություն արմատապես փոխելու իրենց ուղին կամ հասնելու նոր, ավելի լուրջ լսարանի։ Հնարավորության հետ մեկտեղ կգա ձեր կարողությունները ապացուցելու պահանջը։ Դատարկ խոսքերն ու գեղեցիկ ներկայացումները չեն աշխատի։ Միայն գործողությունները, փորձը եւ իրական նվաճումները կլինեն արժեքավոր։ Ինչի վրա կենտրոնացնել ձեր ջանքերը։ Կազմակերպեք ձեր բոլոր աշխատանքային նյութերը, թարմացրեք ձեր ռեզյումեն եւ պորտֆոլիոն, պատրաստեք առաջընթացի զեկույցներ, նշանակեք հանդիպում ղեկավարության հետ, որտեղ կարող եք հստակ ուրվագծել ձեր գաղափարներն ու առաջարկները, հիմնավորված կոնկրետ ծրագրերով եւ թվերով։ Սա ինքնաարտահայտությունների օր է, բայց միայն այն դեպքում, եթե դրանք ամուր հիմք ունեն։ Ինչից խուսափել։ Մի տվեք խոստումներ, որոնք չեք կարող պահել։ Մի ընդունեք նոր պաշտոն կամ նախագիծ միայն շքեղ կոչման կամ կարգավիճակի պատճառով։ Ուշադիր ուսումնասիրեք ձեզ համար հասանելի պայմանները, ռեսուրսները եւ աջակցության մակարդակը։ Այծեղջուրներ։ Ձեր սահմանների ընդլայնում։ Այծեղջուրները կարող են ակնկալել փոփոխություններ կապված ձեր հորիզոնների ընդլայնման հետ։ Խավարման էներգիան կկենտրոնանա հեռավոր ճանապարհորդությունների, բարձրագույն կրթության, իրավական հարցերի եւ անձնական հեռանկարի վրա։ Դուք կարող եք ստանալ անսպասելի առաջարկներ կապված վերապատրաստման, արտասահմանում պրակտիկայի կամ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության հետ։ Կբացվեն նախկինում փակ թվացող իրական ուղիներ։ Ինչի վրա կենտրոնացնել ձեր էներգիան։ Ձեռնարկեք նախաձեռնություն նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Գրանցվեք այնպիսի դասընթացի, որը տատանվում եք անցնել։ Դիմեք դրամաշնորհի կամ ստեղծեք ուսումնական պլան կոնկրետ ժամկետներում։ Ինչից խուսափել։ Մի կնքեք երկարաժամկետ պայմանագրեր, հատկապես օտարերկրյա գործընկերների հետ, առանց մանրակրկիտ հասկանալու բոլոր իրական նրբություններն ու պայմանները։ Մի վստահեք կուրորեն, չափազանց գայթակղիչ հնչող խոստումներին։